Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ կրկին հանդիպելու համար, բարեկամներ, նաև շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք ձեզ հաստատ կհետաքրքրեն եւ մենք վստահ ենք, որ նաև ձեր ընտանեկան խոհանոցը ձեր ընտանեկան կերակրացանկը կավելանա եւս մեկ ուտեստով։ Եվ այսպես բարեկամներ, այսօր պատրաստելու ենք մի հետաքրքիր աղցան եւ պատրաստելու ենք իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է Դիլիջան Resort հյուրանոցային համալիրի ավագ խոհարար, հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Արտուր Սահակյանը։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք Ուրախ եմ քեզ տեսնելու համար միշտ։ Ապրես դու ինչ պիտի պատրաստենք այսօր։ Մենք պատրաստելու ենք տաք աղցան, պատրաստվելու է նա տավարի լեզվով, դդմիկով, սունկով եւ միքս աղցանով։ Եվ միքս աղցանով։ Այստեղ հատիկներ եմ տեսնում, Սա կիդրովի արիեղ, պոպոկ։ Հայերեն տարբերակով կոչվում է մայրենու ընկույզ, մայրենու ընկույզ։ Նու, բայց մենք ասենք մեր հեռուստատողներին, որ հասկանան, շատ մարդիկ դեռ չգիտեն, որ սա կեդրովի արիեղ։ Կիդրովի արիեղ։ Այդ շիշկաների մեջ որ լինում է։ Եղևն է։ Լավ, ինչ պիտի անենք եւ ինչով կարող եմ օգնել քեզ։ Ինձ օգնական սունկը կարող է քորան արտիկների եւ դդմիկը։ Սունկը եւ դդմիկը։ Մինչ այդ ես կտրատեմ լեզուն։ Արտուր ջան, գործերը ինչպես են, գործերը ինչ ընթացքի մեջ են։ Շատ լավ, շատ ընտիր։ Աշխատում ենք նոր մենյուով։ Հուսով եմ, որ լավ բարձունքների։ Մեր հեռուստադիտողները ինձ միշտ այսպես հանդիպելիս ասում են, միշտ այդպես ասում ես ամեն ինչ լավ է լինելու, լավ է եւ այլն եւ այլն։ Բարեկամներ, տեսեք, որ Արտուրը նույնպես այսպես լավատես է եւ ամեն ինչ ընտիր նույնիսկ ասեցի։ Շատ ընտիր։ Ապրեստ։ Որ խնդրեմ բուսական յուղը։ Այո։ Մենք հիմա անում ենք բուսական յուղ, ձիթապտղի։ Դա ինչ ենք անում, համեմելու ենք մնա թե Սա արդեն շոքի խաշված եւ համեմված է։ Սա մնում է մենակ տապակել, կոչված գրիլ ապարատի վրա, որ տեղերը ինք ավելի պարզ երևա։ Մնացածը արդեն պատրաստենք։ Այս պայդրությամբ ես մեր թավան տեղադրենք։ Արտականը։ Սունկը ինչպես ենք օգտագործելու, նորից տապակելու։ Նորից տապակելու ենք, սունկներ ենք տապակելու։ Մեզ մոտ լինել է բացի միքս աղցանից, մնացածը տաք վիճակում, նրա մեջ կոչվում է տաք աղցան։ Այսինքն միքս աղցանը որպես սոուս պիտի միգուցե ծառայի։ Միքս աղցանը որպես խավարդ։ Խավարդ, այո, խավարդ։ Եվ դդմիկը կփոխանցեք, որ խնդրեմ։ Իհարկե։ Շնորհակալություն։ Մենք եւ ներկայացնելիս ես նշեցի, որ մեր կազմակերպության անդամ ես եւ տես մենք նախնական զրույցում էլ երբ որ հանդիպեցինք դրա մասին խոսեցինք մեր երիտասարդ անդամներին, մեր խոհարարական խոհարարների, երիտասարդ խոհարարների հետ կապված սերնդափոխության ժամանակ մենք կարող ենք վստահ լինել, որ մեր խոհարարները, մեզանից հետո եկողները ավելի պատրաստված են լինելու եւ ավելի նախանձախնդիր։ Այս պայդրությամբ ինչքանով ես տեսնում եմ ջանքն ու եռանդը բոլորի մեջ կա, ավելի շատ ձգտում են սովորելու ու այս պայդրությամբ բոլորն էլ լսում են։ Ավելի հմուտ ինչ որ ասում ենք, ավելի լավ իրանք ընկալում են։ Այսինքն մեզ մնում է ուղղակի այդ զարգացման Տալ մեջ այն ինչ որ մենք ունենք։ Այո, ապրես դու։ Այս պայդրությամբ մենք տապակենք։ Տապակենք դդմիկը։ Այս պայդրությամբ լեզուն ենք տեղավորում։ Հիշեցնենք, որ խաշված, շոքեխաշված լեզու էր, մենք համեմեցինք ձիթապտղի ձեթով, համեմունք արեցինք։ Համեմունք եղած է, արդեն բոլորը պատրաստ։ Արդեն համեմունքով ինքը պատրաստված է։
գրիլ ապարատի վրա ենք դնում, այստեղ տես Արտուր ջան, շատ մարդիկ գրիլ ապարատ ասում են ուղղակի, որ այդ ցանցի տեղերը երևա, բայց նա նաև ջերմային մշակման գործիք է։ Գործիք է։ Իհարկե շատ գեղեցիկ է երևում, երբ որ այդ ցանցը երևում է, բայց իրականում գծերի համար չէ, որ գրիլ ապարատ օգտագործում են։ Գրիլ ապարատ օգտագործում են տապակելու համար, խորովելու համար, նույնիսկ դու խորովել արդեն այնքան էլ չի համապատասխանում խորովելը, բայց տապակելու համար, առանց զեթի կամ զեթով։ Всё, այս պայդրությամբ սունկը ավելացնենք սունկը։ Ինչ տապակվի մենք հավաքենք միքս աղցան։ Հավաքենք։ Կտրատում ենք միայն ձեռքով, որովհետև դանակով կտրատելու դեպքում նախ առաջինը սևանում է, երկրորդ հերթին հյութը մեջը կորչում է։ Բա որ այսքան ժամանակ ասում էինք, դուք ինչ է, մտածում եք, մենք ենք դրա մասին մտածում, բարեկամներ։ Տեսեք, երիտասարդ խոստումնալից խոհարար եւ ասում է այն ինչ ընդունված է, այն ինչ իրականությունն է։ Այո, դանակի շեղբի հետ շփվելիս ռեակցիա է տեղի ունենում եւ հազարի տերևներից նախ արտահոսում է հյութը, երկրորդն էլ արդեն տթուլանում է։ Այո։ Մինչ կպատրաստի Արտուրը, ինչպես ասում են, ինչպես ինքը նշում է միքս աղցան, այսինքն խառը աղցանը, ես նաև նշեմ, որ Արտուրը մեր կազմակերպության, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության իրագործած կազմակերպած ձկան փառատոնի առաջի հաղթողն է նաև, դուք ձախ անկյունում տեսնում եք այն արձանիկը, որ շահեց Արտուրը եւ հպարտորեն կրում է։ Օգտվելով առիթից ուզում եմ բարեկամներ մեր հանրությանը, մեր երիտասարդ խոհարարներին, ռեստորաններին, կազմակերպություններին, գերատեսչություններին հրավիրել հուլիսի 16-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը իրականացնելու է Տոլմայի 4-րդ համահայկական փառատոնը։ Կարող են թիմեր կազմել նաև անհատ մարդիկ, անհատ թիմեր, այսինքն յուրաքանչյուր անհատ կարող է մասնակցել, մասնակցության համար որևէ վարձատրություն հարկավոր չէ, ուղղակի թիմ կազմեք եւ միասին եւ մրցենք եւ ուրախանանք։ Всё, վերջացրեցինք մենք միքս աղցանը, այս պայդրությամբ համեմում ենք դդմիկը եւ սունկը աղ պղպեղով։ Արդեն կարող ենք վերցնել ամանը, որի մեջ պիտի մատուցենք։ Այո, որի մեջ պետք է մատուցենք։ Հիմա սպասենք, թե ինչ անակնկալ է սպասում։ Ինչ անակնկալ է։ Լոլիկ, որ խնդրեմ։ Լոլիկ, այո։ Արտուրը սիրում է մատուցել գեղեցիկ, Արտուրը սիրում է մտածել եւ պատրաստելու ժամանակ եւ մեծ նշանակություն է տալիս նաեւ մատուցման եղանակին։ Անցած հաղորդման ժամանակ էլ ես ասեցի, որ առաջի հերթին մարդ տեսնում է աչքերով եւ գրավում է աչքերով, նոր համեղ։ Լավ, թող գրավի մարդը աչքերով կամ գրավի կամ սկսի սիրել ուտեստը, նոր ճաշակի։ Ավելացնում են կարամելի սոուս իրանից ներկայացնում են մեղր, բալզամիկսկի կրեմ եւ ձիթապտուղի յուղ։ Շատ լավ, ավելացնենք։ Ինչ կարող ենք անել գթալով, բայց ձեռքով ավելի համով է ստացվում։ Անպայման պիտի մեր ջերմությունը, մեր հոգու ջերմությունն ու սերը հաղորդենք, իսկ դա առանց մատերի մասնայությամբ հնարավոր չէ։ Ավելացնում ենք մեր տապակված բանջարեղենը։ Տապակված դդմիկ եւ տապակված սունկ։ Տապակել ենք ձիթապտղի ձեթով։ Եվ վերջի։ Եվ վերջում շոգեխաշված, այնուհետև տապակված հորթի լեզու։
ավելացնում ենք լոլիկ, եւ ողջույն սոսը։ Եվ ձևավորում ենք արդեն վերջնական ոնց ասում են շտրիխ սոուսով, կարամելնի սոուսով։ Զուգահեռ գծեր ենք անում, հա, այսպես։ Կարելի է տենց համարել։ Արտուր, շատ ժամանակ մենք եւ հերոստատեսությամբ ենք տեսնում ֆիլմերից եւ հաղորդումներից այդ ավակ խոհարարը ինքը ուղակի միայն մասնակցություն անում այդ շտրիխ կոչվածին, չէ՞, պատրաստի բերեցին, դրեցին, ինքը միան, այսպես է անում եւ մատուցում։ Ես միշտ ասել եմ, որ սա համարվում է ոնց մարդու ստորագրություն, այդպես է բլյուդը։ Բոլոր բլյուդաները ավակ խոհարերի հետ նշանակում է ստորագրություն եւ պատրաստ է մեր տակ աղցանը։ Բարեկամներ, խնդրեմ Արտուր Սահակյան իր ստորագրությամբ։ Արտուր ջան, ինչ կցանկանաս մեր հերոստատողներին։ Մեր հերոստատողների թվում կան նաև երիտասարդ խոհարարներ, կան տնային տեսուհիներին, խնդրեմ տնային տնտեսուհիներ, քո ցանկությունը խնդրեմ։ Ես կցանկանամ, որ ավելի զարգացնենք մեր հայկական խոհանոցը, որ ոչ թե միայն մնանք մեր պատրաստածներով կամ մեր նախկինների պատրաստածներով, կարելի է համաձուլել դրա վրա ստեղծել նոր մատուցման եղանակներով, եվրոպական եւ հայկական եւ ստանալ ընդհանուր հայկական ավելի ժամանակակից համեմված ուտելիքներ։ Ապրես դու, հարգելի հերոստատողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին եւ ցանկանանք, որ նա միշտ կրի իր հաստատուն ստորագրությունը, միշտ տեր կանգնի ստորագրության եւ հպարտանա այդ ստորագրության։ Շնորհակալություն Արտուր ջան։ Հարգելիներս, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, ես ուզում եմ ուղղակի հավելել Արտուրի ասացին եւ պատրաստածին, որ այնուամենայնիվ այս ուտեստը աղցան է եւ մենք պիտի օգտագործենք նախքան հիմնական ուտեստը։ Մնացեք բարյավ։ Տաք աղցան, լեզու 200 գրամ, սունկ 100 գրամ, դդմիկ 100 գրամ, ձիթապտղի ձեթ 20 գրամ, լոլիկ 40 գրամ, 1000 մայրենու ընկույզ, կարամելային թանձրուկ, աղ, պղպեղ, բարեխորշակ։